Այս շաբաթվա ընթացքին աղոթքի մեջ էի եւ աղոթքի մեջ որ գիտեք բոլորս կկործածենք այս բառը Տեր Հիսուս Տեր բառը այս Տեր բառի մեջ դերը գանքնեցրեց եւ ասավ դու գիտես ինչ ես ասում Տեր բառը որ կկործածես եւ որ գսենք Տեր Հիսուս քանի անգամներ մեր աղոթներուն մեջ Տեր բառը կկործածենք եւ սկսամ այսպես փնտրել փորձել Տեր բառի իմաստը շատ բաներ գրնան գսել բայց 4 ուղղություն կդա եւ գուզեմ այսօր մասին խոսենք այսօր Տեր բառի մասին համաձայն եք Տեր բառը առաջինը երբ որ գսե Դեր կկործածենք դերը այն է որ ամեն ինչ որոշողն է le maître de tout ամեն ինչ որոշող Դեր Հիսուս շարունակենք դերը այն է որ ամեն ինչի վրա իշխանություն ունի ամեն ինչի վրա իշխանություն ունեցող Դեր Հիսուս դերը այն է որ ամեն ինչ կգազմավորե գերիշխան է Դեր բառի մեջ դա գազմավորող ամեն ինչ գազմավոր է ամեն ինչ գազմավորող Տեր Հիսուս եւ հետո այս վերջին գեդեն մի քիչ ավելի իմ մեջս այսպես բանշարժեց Դերը այն է որ ամեն ինչին տիրականն է Դեր երբ որ գործածենք հայերենի մեջ մի քիչ տարբեր է երբ որ դեր գսենք օրինակամար այս մեքենային դերը ով է այս շենքին դերը ով է այս գոշիրին դերը ով է այս իմաստով երբ որ գսենք դեր ասել է որ դերը ամեն ինչի որում մեջ կաս նաև դու ուրեմն եթե դեր բառը գործածվի դերին դիմաց դեր բառին դիմաց երկու քիրքորոշում պետք է առնվի առաջինը կատարյալ հնազանդություն այդ ամեն գիրոջը որ ամեն ինչ իր ցերկերի մեջն է կատարյալ հնազանդություն երկրորդ քո քիրքորոշումը կամ մարդուն քիրքորոշումը պետք է լա կատարյալ վստահություն եթե ամեն ինչ կգարկավորե ամեն ինչի վրա իշխանություն ունի ամեն ինչ եթե կորոշի ես գուզե որ մենք վստահենք իրեն Սիրելի քույր եղբայրներ սկսա մտածել որ այն Հիսուսը որ ես կբաշխեմ որ մենք կբաշխենք այն Տերն է որ ամեն ինչ որոշողն է ամեն ինչ կազմակերպողն է ամեն ինչ ուղղորդն է եւ իմ դիրականն է հիմա իմը քիչ հետո պիտի ասենք բայց Տեր բառին դիմաց այդպես բան պետք է պատասխանվի Եթե մեկը գսե Դեր Սարգիս, Դեր բառը, եթե գտնե Սարգիսին, ուրեմն պետք է Սարգիսը ամեն ինչ կազմավորող լինի, ամեն ինչի վրա քերիշխան լինի, ամեն ինչի դեր լինի։ Ես այդպես չեմ, ուրեմն ինձ Դեր Սարգիս չես կնալիս։ Համաձայն ենք։ Երբ որ գսես մեկումը Դեր բամը, կամ երբ որ Դեր բառը կործածես, թիմացը պետք է մտածես ամեն ինչին, արդյոք այդպես է։ Հարց։ Եթե այո, եթե ոչ, ուրեմն եկեք մի քանի համարներ կարդանք իրար հետ։ Բիդի դամ համարները եւ ես գարտամ դուք գրեցեք համարները հետո կգարտակ դունը Գործ արակելոց 2:36-ի մեջ կսե Ուստի բոլոր Իսրայելի դունը ճշմարտապես թող գիտնա թե Աստված Հիսուսին դեր ըրավ եւ օձյալ ըրավ որ դուք խաշեցիք Աստված հայրը Հիսուսին դեր ըրավ ուրիշ տեղ համար մգանգսե եւ հանցնեց ամեն ինչ Դիրոջը Հիսուսին անորմալ դեր ըրավ ուրեմն դեր բառը որ գործածենք բան մնե որ եւ գա իր շարունակությունը Աստված Հիսուսին դեր ըրավ ամեն ինչի վրա կգտնեմ ամեն ինչ վրա քերիշխան ամեն ինչ կազմավորող ամեն ինչ ուղղորդ եւ ամեն ինչին տիրական Հիսուսն է ուրիշ համար գործ արակելոց 10:36 Այն խոսքը, որ Իսրայելի որդիներուն ղրգեց Աստված, խաղաղություն կարոզելու Հիսուս Քրիստոսին ցերկով, նայեցեք ինչ գրած է։ Անիգա է ամենուն դերը։ Հիսուս ամենուն Տերն է։
Դեր ոչ թե այդ արումով, որ ամենը կպաշտեն իրեն, ոչ, որ ամենը կպատկանին իրեն։ Հավատացյալը լաս կամ չլինես, եթե ստեղծված ես, դու կպատկանիս մեկումը։ Ոչ թե քո ծնողքին, այլ քեզ ստեղծողին։ Եվ քանի որ ամեն ինչ ստեղծվեցավ Հիսուսով, ուրեմն Հիսուսին կպատկանիս, Աստված Հիսուսին դեր ըրավ նաև քո կյանքին։ Եվ որ գսեմ քո կյանքին, դեպուս չես հավատալ, հեչ կարևոր չէ, բայց իմացիր, որ դու կպատկանիս։ Ունիս մեկը, որում կպատկանիս։ Այդ է դեր բարին իմաստը։ Շարունակենք։ Առաջին Կորինթացիներու մեջ 8:6 բայց մենք մեկ Աստված ունենք, Հայրը, որում են բոլոր բաները եւ մենք ալ անով ու մեկ դեր ունենք Հիսուս Քրիստոս, որում են բոլոր բաները ու մենք ալ անով։ Դեր Հիսուս Քրիստոս, բոլոր բաները եւ մենք ալ անով ենք։ Հալելույա։ Հիմա քիչ հետո դիցեմ այդ դեր բառը շատ չկործածես, հա։ Շատ չկործածես, եթե չես հասկացել թե ով է դերը։ Ֆիլիպեցիս 2:11 նայեցեք ինչ ասում։ Ամեն լեզու թող տավանի թե Հիսուս Քրիստոս դերն է հոր Աստծո փառքին համար։ Ամեն լեզու թող տավանի, ես հրավեր է, աշխարհության հրավեր է։ Հիսուս դեր է, ամեն։ Բայց ատո քո դերն է, այդ չեմ անում, դու պիտի որոշես։ Երբ որ մենք ավետարանչություն գնենք, մենք չենք ասել ով է Հիսուս։ Մենք ասենք Հիսուսը Հիսուսն է, բայց դու այդ Հիսուսին կընդունես ինչպես որ ինքը կսե թե է, ինք դեր է, դու իբր դեր կընդունես։ Եվ որ մենք դեր բառը կկործածենք, շատ անգամ վրայից կանցնենք եւ կգնանք։ Հիսուս մեր դերն է, անցանք գնացինք։ Մի րոպե, Հիսուս քո դերը ասել է ինչ։ Հասկացել ես Հիսուսի դիրության մեծությունը։ Հայտնություն Հովան համար 10:11-15 7-րդ հրեշտակը փողը հնչեցուց եւ երկնքի մեջ մեծ ցայներ եղան եւ նայեցեք ինչ կսեին երկնքի ցայները հայտնություն 11-15 հայտնություն 11-15 երկնքի ցայները կսեին աշխարհի թագավորները լավ լսեցեք աշխարհի թագավորները մեր դիրոջը ու իր օձյալին եղան ամբողջ թագավորությունները եւ թագավորները այս վերջին խոսքն է եկան ամենագարող դիրոջ այս վերջին խոսքն է որ ոչ մեկը պիտի չի կարողանա ասել թե արդյոք Հիսուս մեր դերն է պիտի տեսնեն դիրոջ մեծությունը ինք պիտի թագավորե Հավիդյանս Հավիդենից Հիսուսն է դերը թագավորների դերը իրենք հիմա չեն ընդունիր Հիսուս բարը մեկ կոմտիր վերջերս մեկը գիտեք կոկաների վրա կոկաշիշերի վրա անուններ գրնանք տնել հադուկ ապլիկացիոն կա գերտաս անունդ կտրես շիշդ քո անունով քեզի գողարկեն բադվեր գնացնել լավ լսեցեք այդ մարդը հավատացյալ մարդ է հիմա ինչ կտնե այդտեղ անուն ամենը կընդունվի Մոհամեդը կտրվի Աստված բարը կտրվի կընդունվի ինչ դրավ ընդունեց Հիսուս գրետ չընդունեց միան Հիսուս բարը ամեն ինչ ընդունում է այդ օտոմատիկ է հա մարդ չի գա ավտոմատիկ է այդ Հիսուս բարը չընդունեց գասկնակ բայց օրը պիտի կա որ պիտի ընդունին որ Հիսուսն է իրենց վրա եւ իրենք Հիսուսին կպատկանին բայց ուշ է ուրեմն դեր ընդունելը այն չէ որ ես գիտեմ որ Հիսուս կա ոչ այդ է որ իր տերության դագնեմ կամ դագը չեմ գտնամ ասեցի որ այս շաբաթ իմ աղոթներս շատ դեր բառը չկործածեցի եւ երբ որ դեր պիտի 5 րոպե կմտածեի ես սկիզբը որ մենք ամեն մեկ մեր նայեցեք մի հատ աղոթ մգնենք 20 անգամ դեր բառը կործածենք ամենին քիչ սխալ չի ինչ որ գսենք բայց առանց մտածել արդեն դարձել է այսպես դիդրոս դարձել է դիդրոս վերջին համարը գարտամ հայտնությանի մեջ նորեն 17-14 հայտնություն 17-14 ինչ գեղեցիկ համար է ասոնք քարնուգին հետ պիտի պատերազմին եւ քարնուգը անոնց պիտի հաղթե ասոնքը տշնամիներն են պիտի պատերազմի քարնուգի հետ եւ պիտի հաղթե քանզի անիգա տերերու դերն է եւ թակավորներուն թակավորը եւ հիմա շարունակեցեք
Նայեցեք ինչ կսե։ Եվ անոր հետ եղողները, Կարնուգին հետ եղողները դանչված եւ ընդրվածներն են։ Դաշտամիները պիտի պատերազմին Կարնուգին հետ, ինչպես հիմա գբադայի։ Ամեն ինչ կընդունվի բացի Հիսուսը։ Լավ նայեցեք Ֆրանսայի մեջ դեպուս։ Հիսուս չկա։ Ուրեմն կպատերազմին Կարնուգին, տեսնենք միջև երբ։ Բայց կսել պիտի հաղթե Կարնուգը իրենց, ուզե չուզե։ Իրենք ուզեն կամ չուզեն պիտի պարտվին։ Կարնուգը ինչու՞։ Քանի որ Կարնուգը տերերուն դերն է։ Քանի որ Կարնուգը թակավորներուն թակավորն է։ Այո, պիտի հաղթե կա։ Կարնուգն է ամեն ինչի դերը, ամբողջացնողը, գերիշխանը, ուղղորդը, հասկնա դերը ինքն է։ Աստված որոշեց Հիսուսին դեր ընել այս աշխարհին։ Բայց հիմա շարունակությունը սկսավ ինձ ավելի հերոտ անել իմ մտքիս մեջ։ Եվ գսե անոր հետ եղողները դանչված, ընդրված եւ հավատարիմներն են։ Անոր հետ եղողները, որու հետ եղողները, Կարնուգին հետ, որ Կարնուգին հետ, դեր Կարնուգին հետ։ Թակավորների Կարնուգին հետ։ Ամեն ինչ իշխանություն ունեցողին Կարնուգին հետ։ Ամեն ինչի դերի, դիրոջը, ամեն ինչի դիրագալին Կարնուգին հետ։ Ամեն ինչ որոշողին Կարնուգին հետ։ Բարապ Կարնուգի հետևի չենք վազում մենք։ Բարապ Հիսուսի չենք հավատար մենք։ Դերերու դերերին։ Որոնք են անոնք, լավ լսեցեք, որ Կարնուգին հետ են, հարց տվեցի։ Որոնք են անոնք, որ ընդունել են Հիսուսին այս տեսակի դերությունը։ Դեր բարը նորից կսեմ շատ հեշտությամբ կխոսենք, բայց այս տեսակի դեր խոսիլը մեզի սանուկուտ կա, այս տեսակի Հիսուս դեր ասելը մենք թիմաց այդտեղ թիրք ունենք պրդելիք, դերությամբ, հեշտությամբ դեր Հիսուս ասելը ժողովուրդ, քիչ հետո մի քանի համար բիտնամ, մեղք է, քանի որ դու ստախոս ես, Եվ որ դեր ըլլալը չես գիտեր Հիսուսի, և ինչ տեսակի դիրոջ կպաշտես, դեր Հիսուս, ոչ, դեր գսես էր ես կբատկանիմ կեզ, դեր ասել է իմ կյանքս դու գուղես, և որ դեր գսեմ ասել է դու որոշել ես, սկիզբս վերջս, դու ամեն ինչս գիտես և ամեն ինչս ուղել ես, և ես քեզի եմ ուրեմն գհնասանտիմ քեզ, և գվստահիմ քեզ իմ ամեն վիճակներից մեջ, այժմնակ կսեմ դեր Հիսուս։ Եթե այս միտքը չգա քո մեջ, դեր Հիսուսը պրոբլեմ է քեզի։ Այս միտքը պետք է ունենաս քո մեջ։ Անոնք որոնք են, որոնք Կարնուգին հետ են կարդացինք, որոնք կսայստեղ գրված են գանչված, ընդրված, հավատարիմ։ Երեք տեսակի մարդ։ Նույն մարդիկն են, բայց երեք հանգրվան է անցված։ Գանչված, ընդրված, հավատարիմ։ Միան գանչված չէ։ Քանի որ բոլոր աշխարհը գանչված է փրկությամբ։ Ընդրված անոնք կոշադեր եկեղեցու կան գերտան, իբր թե կարծում որ իրենք ընդրված են, հալելույա։ Բայց հավատարիմն է որ ցույց պիտի դա այդ մարդը ընդրված է կամ չէ։ Հավատարիմ իր խնդիրների մեջ, հավատարիմ իր ճաշանակների մեջ, հավատարիմ իր հալածանքների մեջ, հավատարիմ։ Մի քանի շաբաթներ առաջ հավատարիմ մասին խոսեցանք, գիշեք։ Գիշեք։ Մերսի։ Հավատարիմը Կանչված, ընդրված հավատարիմ, որոնք են, որ անոնք են, որ Կարնուգին հետ, դեր Կարնուգին հետ պիտի լինեն, և դեր Կարնուգին հետ ըլլալով թշնամիներուն պիտի հաղթեն։ Ես մեկ համար կդա, շատ սիրեցի այդ համարը ուզեմ պաժնեկցիլ, Թովմասին խոսքն է։ Թովմաս ինչ կսե, երբ որ Հիսուս հայտնվեցավ Հարութենեն հետո գիշեք, այդ պատմությունը Հիսուս հայտնվեցավ իմ դերս և իմ Աստվածս։ Հիսուսի դերությունը քեզ հետ կապ չունի միջև այնադեն, որ քոնը չդարձնես։ Այս ապաշխարությունն է։ Այս իրական ապաշխարությունն է։ Մեկ եթե իրական Հիսուսի կպատկանի, Հիսուսի դերությանը բիցե պիտի խոնարի իր դերության առաջ և բիցե որ դու իմ դերն ես, ես քեզի կպատկանիմ։ Տարբերություն արդեն սկսանք հավատացյալներու ստեղ, ես քեզի կպատկանիմ։ Դրամս քեզի կպատկանի, առողջությունս քեզի կպատկանի, դունս քեզի կպատկանի, ոտքերս քեզի կպատկանի, լեզուս քեզի կպատկանի, դու իմ դերն ես։ Հասկացաք միտքը։ Իմ դունիս բادرը չի գրնարսել ինձ մի օր, որ դու չես իմ դերս։ Իրենք ասեմ գժվել ես, նայր թուղթը։ Կրվել է, Բարոջան Սարգիս ախպեր, էս բադիմս է։
Հասկանում եք, նույն բանը, երբ որ ես կսեմ Տիրոջը դու իմ դերն ես, այդտեղ փաստ կա, որ ես ընդունել եմ իր դերությունը, իմ վրա, ես կպատկանիմ իրեն, եւ այդտեղ է որ դերը ամեն մեկուն կդառնա որոշողը իր կյանքին, քերիշխանը իր կյանքին վրա, գահեդևիկ ժողովուրդ սիրելի քույր եղբայրներ ջան, ուրիշ ասելիքներ չունեմ, դու իրական գիտես քու դերը ով է, մի հատ համար կարդացի եւ այդ համարն է որ խառնեցի ինձ բոլոր այս շաբաթ, Ղուկասի մեջ գրված է հետևյալը 6:46-47 Ղուկաս 6:46 մի հատ նայեցեք այս հարցում պիտի խանգարեց ես ինչպես խանգարեց ինձ հուսամ խանգարի քեզ ով պատրաստ է խանգարվելու 3-4 հոգի ով պատրաստ է ապտակը ստանալու Տիրոջից նայեցեք ինչ կսե դերը եւ այդ ինձ ցավցուց Կարի ջան եւ այս շաբաթ այս ցավով եմ ապրել դերը գսե համարը ինչու զիս դեր գկանչեք եւ իմ ըսածներս չգներ հասավ սրդիդ այս խոսքը մեկադալ ասեմ ինչու ինձ կողոպներում մեջ սարկիս ջան քարոզներիդ մեջ սարկիս ջան ասում ես դեր բայց իմ խոսքերս չես պահեր իմ ըսածներս չեք կատարեր ինչու դեր գսեք եւ չեք Հիսուս գսա այս խոսքը ես չէ մեկ կողմից սիրտս ցավ եկավ քանի Հիսուսի այս խոսքը սրդի ցավի խոսք է Հիսուսի սրդի ցավի խոսքն է դուք ինձ դեր գսեք եւ չեք կատարել կարելի է միթե ինչու դեր գսես եւ չես կատարել ուրեմն թերևս չես հասկացել դեր բառը ինչ ասել է եւ թերևս չես ընդունիր որ դերը իր դիրությունը ունի քո վրա թերևս չեմ իմանում Հիսուս հարց կուտա քեզի նույն հարցը քեզի կփոխանցեմ ինչու դեր գսես եւ չես կատարել իր խոսքերը Հասկացա մտածել ինչու դեր գսեմ եւ չեմ կատարել Քանի որ երբ որ ես ընդուներ եմ Հիսուսը իբր իր քերիշխանության, իր մեծության, իր դիրության, իր զորության մեջ եւ երբ որ ասել եմ ինչպես Թովմասը իմ դերն ես, ժողովուրդ ջան, այն ժամանակ եթե ասել ես այդ բանը, դու մեկ բան ունես անելիք։ Կամ երկու բան, հնազանդիր եւ վստահիր։ Բայց լավ լսեցեք։ Լավ լսի։ Ամեն վիճակի մեջ։ Քանի որ քո դերը ինք երբ կուզե, ինչպես կուզե, ինչ ցևով կուզե, եւ ոչ մեկերնից, եթե իրական իմ դերս է, իրավունք չունիմ ասելու, հիմա մեզ հանգիստ թողնի։ Դերը ինչ որ գորոշե իմ մեքենաս, ինք չի գրնար քայլել, միջև ես չմտնեմ եւ չասեմ գնանք։ Ես իր դերն եմ։ Համացայն Իրավունք չունի այն մարդը, որ ասել է դու դերս ես իմ կյանքս որոշողը, իմ կյանքս ուղղորդը, իմ կյանքս տանողը առաջ, դու իմ դերն ես, ես քեզ ընդունել եմ, ես քեզ հասկացել եմ, այո եմ ասել, դու իմ դերս եւ իմ Աստվածս ես, դերը գսե շատ լավ, եթե ես քո դերն եմ, Աստվածն եմ, ուրեմն ես քո վրա իշխանություն ունեմ, քո որոշումների վրա իշխանություն ունեմ, դու ինձ կպատկանես, քո ինչ որ դվել եմ իմն է Ալելույա, այս բանը չենք սիրել, ժողովուրդ ջան, գսենք որ ես ինչ տեսակ Աստված է, մեկ կողմից դալիս է, մեկ կողմից առնում, այսպես բաներ գխոսենք երբեմն։ Եթե դերը գխոսի, նախ Տիրոջ դիմաց ագանջ պետք է տրվի, լսելու։ Խնդիր այդտեղից կսկսի։ Հարց մեկ հատ քեզի, ինչու դեր գանչեցիր այս շաբաթ եւ չգադարեցիր իր ասածը քո կորձի մեջ։ Չգադարեցիր իր ասածը քո հարաբերությունների մեջ։ Չգադարեցիր իր ասածը քո դասանորդի մեջ։ Չգադարեցիր իր ասածը քո եկեղեցի մեջ։ Չգադարեցիր իր ասածը քո հարաբերությունների ընկերության մեջ։ Ինչու դեր գանչեցիր։ Երևակայի
խնդիր ունենամ ես հրաչին հետ նեղանամ, չուզենամ երեսը տեսնեմ, այդպես է։ Եվ երթամ դունը նստեմ եւ սկսեմ ասել Տեր Հիսուս։ Դերը գսե հոտ ստոպ։ Եթե ես քո դերն եմ, քեզ գսեմ կնա հրաչին համբուրի սիրե ընդունի ների եւ այլն։ Եթե չես անում, այդտեղ ես քո դերը չեմ։ Դու ինձ կպատկանես։ Դուք շատ լավ գիտենք, մենք բոլորը շատ լավ գիտենք, որ Տերը մեզ ինչ կասի, բայց լսող ենք արդյոք։ Ով գրնա հիմա մտածել, այս շաբաթվա ընթացքին ինչ ասեց եւ դու չլսեցիր։ 3, 4, 5, 6, 7 միան մնացածները սուրբ են։ Ժողովուրդ, առաջինը եթե դեր ունիս, դերը կխոսի, դերը կհրամայե, դերը կուղարկե, դերը կասի մի վախեցի, ես եմ քո դերը։ Եվ կվստահեցնե քեզ։ Դեր, քեր իշխան ամեն ինչի վրա, Դեր Հիսուս, դու Տեր ես իմ կյանքին, իմ ապակային, չեմ ասի իմ զավակներին, զավակներ իրենք պիտի ընդունեն։ Չէ, դերը օտոմատիկ դեր չէ ամենուն, հա ինքը դերն է բոլորին, բայց դերը չէ այն անձին, որ չընդունիր իրեն։ Այս աշխարհը Տիրոջ կպատկանի կարծացինք համարները ամեն թագավորները պիտի կան Տիրոջ առջև, ուզեն կամ չուզեն, բայց իրենց դերը չէ։ Իրենց օրտնողը չէ, իրենց ուղորդը չէ, իրենց ուղեցույցը չէ։ Մինչև այդն որ այդ մարդին կասի դու եղիր իմ դերը եւ իմ Աստվածը։ Չեմ ուզեր մուրջի վես զարնել ձեր գլխին։ Մի կարծեք որ այդ է թեման, բայց դեղ մգա որ մենք պետք է վերանայինք Դեր Հիսուսը ով է։ Դեր ես քեզ կպատկանիմ։ Այդպես աղոթել ես այս շաբաթվա մեջ կամ երբեք։ Ես քեզ կպատկանիմ։ Իմ աղոթքիս թեման նպատակը դու ես։ Իմ կյանքիս հիմքը դու ես։ Ես քեզ կպատկանիմ, քանի որ դու իմ Տերն ես։ Իմ ժամերս քեզ կպատկանին։ Եկեղեցի մասին խոսենք։ Քիչ մի եկեղեցի մեջ ենք եկեղեցի մասին։ Եկեղեցին իմ կյանքս ինքն է հրամայողը։ Այդպես է արդյոք շատերիս մեջ։ Երբ ուզենք կուքանք, երբ ուզենք չենք կարի, երբ ուզենք կածարենք, երբ ուզենք չենք ծարայ, երբ ուզենք կներենք, երբ ուզենք չենք ներել, երբ ուզենք կմասնակցենք, երբ ուզենք չենք մասնակցել։ Մի հատ հարց քեզի, դու վերջին անգամ որ դու, ասենք, եկեղեցին ծառայություն գար, Դերը ինչ ասեց քեզ։ Մի հատ մտածի։ Ես չեմ կարծել որ Դերը ասեց, «Վնաս չունի, դու նստիր, լավ կլինի քեզ համար»։ Չի ասում այդ բանը։ Խնդիրը է որ դու չես լսել։ Եվ նույն օրը իրիկունը ասում ես շնորհակալ եմ Դեր այսօրվա համար։ Հա։ Դեր այսօրվա համար ես դերություն արեցի քեզ, լսեցիր ինձ այսօր։ Դու այդ մարդուն որ խոյեցար, որ փարգացար, հայեցիր, դու լսեցիր ինձ, ես ինչ էի ասում քեզ։ Դու որ եկեղեցին այդտեղ քույր եղբայրները պետք ունեին, դու հանկից ոտքիդ վրա նստեր ես, դու լսեցիր ես քեզ ինչ ասեցի։ Աշխատանքիդ մեջ դու արդար եղար այդ մարդուն հետ։ Ոչ թե անարդարություն կատարեցիր։ Դու լսեցիր ես քեզ ինչ ասեցի։ Ես քո դերն եմ, այ ախպեր։ Էսա մեր խնդիրը այսօր սիրելի հավատացյալներուն մեջ, որ մենք շատ հեշտությամբ հոգևոր խոսքերու մեջ ենք բոլորս, եւ բոլորս ալ հեշտությամբ գսենք ես պատրաստ եմ Տերոջ ծառայելու դերն եմ, ես այլ թույլ տվեք չնեղանագին չեմ հավատում էլ։ Քանի որ Տերը եւ որ Տերը իմ կյանքիս ինքն է ուղղում կյանքս։ Ես իրավունք չունիմ ասել իմ Տիրոջս ասել իրավունք չունիմ մի րոպե հիմա ես կորձ ունիմ, թբրոց ունիմ, աշակերտություն ունիմ, այս ունիմ, կորձ ունիմ, ժողովուրդ, եկեք չխնդանք իրար վրա, ամենը դալ ամեն ինչի կարող եք, եթե ուզենաք, որ այդ բանը ձեր առաջին տեղը լինի։ Քանի որ մենք ուժ ունենք, զորություն ունենք, եւ եթե հոգեվոր բաներն է ավելիով, Սուրբ Հոգին մեզ օգնում է։ Ուրեմն այստեղ երկու բան կա։ Կամ սրանից հետո իմ դերով չխոսենք Հիսուսի հետ, եւ եթե խոսում ենք իմ դերը ասելով Հիսուսին, ուրեմն այդպես թողնա որ դերը իսկապես լինի քո դերը։ Հալելույա։ Եվ որ այս համարը գարտանք Հոգասի մեջ ինչու զիս դեր կգոչեք եւ իմ ասած բաներս չեք կատարեր, դերը օրինակ կուտագսե այն որ ինձի գուկա իմ խոսքերս կլսե զանոն կկատարե։ Այս ինչ թեթև խոսք է։ Հասկանալի է, հասկանանք, չես որ, որ ինձի գուկա։ Իմ խոսքերս կլսե,
Կկատարենք, էսա օրենքը։ Աստվածային հիմքը, քրիստոնեական հիմքը այս է։ Բայց մենք ինչ այդպես չենք։ Մեր հավատացյալներս այսօր դարձել ենք ներողություն ամեն մեկս մեր դերերը։ Ես այսպես կգարձեմ։ Ես այսպես որոշեցի։ Ես այսպես որոշեցի։ Եվ նույնիսկ վախենում եմ ես այդ բառը ասելով հենց հիմա։ Եթե դեր ունիս դու ինչ ես որոշում։ Պիտի որոշես ինչ որ դերը որոշել է քեզ համար։ Էս է իրական ճշմարիտ հավատացյալը, որոնք կսե գանչված են, ընդրված են եւ հավատարիմ են։ Սրանք են, որ պիտի լինեն Քավնուկին հետ Հավիտյանը Սավիլենից, հալելույա։ Հիմա հասկացաք սուրպրիզները ուր է լինելու։ Սուրպրիզները լինելու է այդ մարդիկ, որ պերանոցի բայց այդտեղ ոչ գոչում կա, ոչ հավատարմություն կա, հիմա մարդիկ կորոշեն, այսօր ես քեզ չեմ ներելու։ Ենք անայինը գիտեք որ չափ գրիվ են գարել։ Եղբայրական քույրիկի գրիվներ են գարել։ Բայց ես օրմը չեմ կասկածել իմ քույրն է։ Ոչ ալինքը։ Donc անհամացայնություն միշտ կա։ Գրինի դարբեր քլուխ ենք։ Բայց չկա որ ես որոշեմ երեսը չտեսնել։ Հա դու ով ես այ Սարգիս։ Եկեղեցին ինձ սովորեցնում է սպանը։ Ուրեմն եթե գասեմ էլ չեմ ուզում Անայդին երեսը տեսնել, դերը գսե քեզ մի բան ջուր դամ Սարգիս ջան, իմ երեսը չես տեսնելու հելա։ Իմ երեսը չես տեսնելու։ Եթե գուզես Հիսուսի երեսը չտեսնել, մի դես Անայդին երեսը։ Խնդիր չկա։ Հասկանում եք որ դերը շատ խիստ է թեմայով։ Եվ այս տեսակի թեմաներով։ Եթե գսեմ դերը ասել որ ես որոշում չունեմ, ես տիրոջն եմ, տիրոջ պատկանելությունը գսվի, տիրոջ պատկանելությունն եմ։ Իմ վրաս ինքը իշխանություն ունի ստորագրել է արյունով քնել է ինձ։ Ես իրենն եմ։ Սարգիսինը չեմ, ոչ արես ֆորժանը, ես իրն եմ, ուրեմն ինք իշխանություն ունի իմ վրաս։ Եվ որ դեր բարը կործածես, քոնե ես միտք ունեցիր, ես իրեն կպատկանիմ։ Ինչ որ կասի, կասեմ այո։ Եվ ես այդտեղ իմս չունեմ։ Քույր եղբայրներ, ես նաև ասեմ, սիրելի քույրեր, եղբայրներ, եկեղեցի մարդկանց եմ խոսում այստեղ։ Դուք ես իրավունք մի դար եկեղեցին հերու մնալ կամ դիրոջ կամ քենչի։ Դուք ես իրավունք մի դար ճշտամունքներու չմասնակցել կամ քիծի որ այդ ռոբեին դերը չկա։ Դուք ես իրավունք մի դար քո որոշումներով գնալ առաջ սրա նրա հետ եկեղեցիի մեջ կամ դերը ընդեղ չի։ Դու իրավունք մի դաս դու քեզ երբ որ դերը տալիս է իրավունքը քեզ։ Ինչու ինձ դեր գանչեք եւ իմ խոսքերը չեք կդարել, ինչու։ Հիսուս հարց կուտա, ինչու ես այսօր նստել եմ այս շաբաթ, ես ինձ հարց եմ տվել, ինչու այ ախպեր, ինչու իմանալով եւ գիտնալով անկիդագից մեղքերու մասին չէ խոսքս, քիդագից մեղքերու մասին։ Դու գիտես որ օրինակ ում Մոնիկա դբրոցը, դու գիտես որ դբրոցը այսպես, այդպես։ Հիսուս կուզե որ դու այդպես անես։ Դու ով ես որ ասես։ Ես չէ, սիրտ չունիմ, je me sens pas։ Գամ Հիսուս քո դերը չի։ Եվ որ քո գսեմ հասկացեք մեր բոլորիս համար է խոսքը։ Գամ Հիսուս մեր դերը չի։ Եվ գամ մենք անհնազանդության մեջ խնդրեմ ունենք։ Եվ երբեմն դերևս մեկը քեզ հերացային է գսեմ պիտի մեռնիս։ Իվան թես պիտի մեռնիս դոկտորը սավալ գմեռնիս քո։ Օրինակ նորեն, հա։ Ալելույա։ Հիմա այդտեղ Երևանայ Սիրելի քույր եղբայր, եթե վերստին ծնված հավատացյալը սկսի մտահոգվելու, վախնալու, իրանացնելու, դերը գսեմ որ ով է քո դերը։ Էսան մեզ գուտա վստահություն, ուրեմն հնազանդություն եւ վստահություն, բայց առանց հնազանդության վստահություն չի գա։ Եվ որ այդ խոսքերը որ միշտ գսեմ ասոր, Աստված մեր հետ է, Աստված քո հետ չի, մինչև դու իր հետ չես։ Ամեն հենց է համար մի կարդամ քիչ հետո։ Քույր եղբայրներ ջան, լուրջ թեմա է դեր բարը։ Ես այնքան հավատացյալներ գճաշտամ, որ ինձանից լավ հավատացյալ գերևնան, բայց դիրոջ կորձի մեջ չգան, ոչ եկեղեցի, ոչ ծառայության, ոչ նվիրում, ոչ մի բան։ Եվ իրեն հետ կխոսիս, իրենց հետ կխոսիս, ինքը քեզ կսորվեցնի։ Հարց, քո դերը ով է, արդյոք դարբեր դեր ունենք մենք, արդյոք մենք դարբեր դերերու կծառայենք,
Դու քոնն ես, ես իմ ունեմ։ Արդյոք այդպես է։ Ոչ, մենք թակավորներին, Կարնուգին, մենք Կարնուգին կծառայենք, այն Կարնուգը, որ ամեն բանի վրա իշխանություն ունի, ինքն է որոշողը իմ կյանքից։ Քո ժամերը, քո միտքը, քո դրամը, քո առողջությունը, քո ծրագիրները, դե ինչ ասեմ, քո ամեն ինչը Կարնուգին ցերկն է։ Հիմա դու Թոմասին նման գասես։ Իմ դերը։ Գուդաս դու քեզ արդյոք այն դիրոջը Սիրելի քուր եղբայր, երբ որ գսե համար գարտան գսե, ան որ գսե իմ խոսքից գլսե, գնամանի այն մարդուն գսե որ հիմքի վրա շնեց իր դունը։ Սոլողոք աբարաժի վրա շնեց իր դունը։ Որն է գիտեք այդ աբարաժը, հենց դերը։ Դիրոջ խոսքը չէ, հա, դերն է աբարաժը։ Ուրեմն գսե երբ որ դու հասկանաս ես քո դերն եմ, եւ իսկապես կնվիրվես ինձ իբր Տեր եւ ուրախ ես ինձով, վստահ ես իմ մեջ, հնազանդ ես իմ խոսքից, ինչ որ քեզ գասեմ, դբրոցը, դունը, եկեղեցին, փողոցը, փողը, ընկերը, ինչ որ է, եթե ես եմ քեզ դիրականություն անում, այն ժամանակ քո կյանքը հիմնված է աբարաժին վրա։ Փոթորիկներն ալ պիտի կան, նեղություններն ալ պիտի կան, ապտակներն ալ պիտի կան, հիվանդություններն ալ պիտի կան, բայց համար ինչ կսե դունդ պիտի չփլի։ Բայց դեր Հիսուս Քրիստոսի վրա, դեր թակավոր ամեն ինչի, այս արևը այնտեղ գեցեր է, դերն է ասել, որ գեցին այնտեղ, ով գսե ամեն, պարքես դեր, գիտեք երորդ գվերջացնեմ, երորդ բատվիրանքը գիտեք ինչ է, ով գսե երորդ բատվիրանքը, 10 բատվիրանքին երորդ բատվիրանքը որն է, Դիրոջ անունը, գարտամ, Դերոջ քու աստուծույթ անունը բարապտեղ բերանը չարնես, շարունակությունը վախնալիք է, լավ լսեցեք։ Վասնզի գսե անունը բարապտեղ բերան առնողը, գրած է, անմեղ բիլի չսեպվի, վաու, բարապտեղ, դեր Հիսուս, դեր Ոստված, դեր ջան, այդ դեր ջանն ալ մեկ կոմ կծեք, այդ դեր մետ հասկացիր, դեր ով է, այդ ինչ է դերը, դեր, բարապտեղ, բիլի չսեպվի այդ պարդ որ դվեցիր այդ առանց հասկնալ, չեմ ասում չասենք դերը, բայց եթե ասում ենք կյանքերնիսը տեղ լինի։ Բարապտեղ բերան առնողը գսե, այստեղ գրված է, անմեղ բիլի չսեպվի, ասել է, որ այդտեղ հարց կա լուծելիք։ Եվ նույն բանը Հիսուս գսե Մատթեոսին 7-ին մեջը, դեր գանչողները բիլի չմտնեն երկնքի թագավորությունը։ Նույնիսկ եթե անոնք Հիսուսի անունով շատ մեծ բաներ ունեն, բայց դեր բարին իմաստը չեն հասկացան։ Հիմա ես կդամ շատ քեղեցիկ կարոզել, բայց երկին չմտնեն։ Ինչու՞, քանի որ կարոզեմ դերը եւ իմ կյանքս Տիրոջ նվիրված չէ, իմ խոսքս իմաստ չունի։ Եկեղեցին գծարայենք, այո, ամեն ծարայենք բոլորս, բայց եթե դեր իմաստով, Տիրոջ պատկաներությամբ, խոնարհությամբ եւ վստահությամբ չես ծարայում, թե այդ քո ծարայությունը իմաստ չունի։ Բաշտամունքներու որ գուքանք միշտ տեսամ եկեք բաշտամունքներու որ գուքանք եթե դու չես կարայ դեր դիրոջ ծառայելու նպատակով դու մի կար բաշտամունքի վրաս մի խնդար նույնիսկ ժողովներու որ գմասնակցիկ ես կնախնեմ 5 հոգի գա եկեղեցի բայց 5 հոգին հասկանա դեր բարի իմաստը որբեսի բաշտպանի բաշտամունքանի փարապանի երկրբակի բարապտեղ բիդի անմեղ չսեպվի այն մարդը որ փերանացի այսպես հոգևոր եւ մենք ունենք մեր ավենական եկեղեցիների մեջ այդ փորձառությունը ունենք որ միշտ այսպես հեշտությամբ հոգևոր բաներ գսենք Աստված օրհնե քեզ մի քանի տարիներ առաջ մեգումսի ինձ մի ասա Աստված օրհնե քեզ քանի որ Կոպերնիկ որ գելել է Աստված օրհնե քեզ հայոյանքի մեզ է գալիս ինձ չղայնացած բարգացած է ինձ ասես Աստված օրհնե քեզ Այդ հիմա ուզում եմ մի բան ասի, բայց այդ չի կարող համադացյալ է։ Հայոյան չի կարող ասի, Աստված օրհնե քեզ։ Այախ, բայց սիրտը դեռ չի, մի ասի, օրհնություն չես ուզում ինձանից։ Մենք ունենք այդպես բաներ մեր մեջ։ Է նորմալ է, մարդը չուզում մեղ գործի, բայց փարգացել է մի բան պիտի ասի։ Աստված գասի մեր փերանները եւ մեր սրտերը մանավանդ որ դեր փարգը կորցածենք Ադոնայ 5 գտագարանը Քուրիոս նոր գտագարանը հունարեն եւ եբրայերեն Ադոնայ փարը Աստուծո իմաստը ունի Քուրիոս փարի մեջ ամեն ինչին մեծնես ամեն ինչին վրանես ամեն ինչ իմ կյանքիս վրանես դեր Հիսուս այդպես է քեզ համար ամեն մեկ հոգի միան այդպես ասեցի
Քեզ համար այդպես է արդյոք, որ իսկապես այն Հիսուսը իսկապես Տերն է ամեն ինչի, քեր իշխան է իմ կյանքից, ուղորդն է իմ կյանքից, որոշողն է իմ կյանքից, եւ ես իրեն կպատկանեմ։ Ուրեմն ասկե վերջ, սիրելի քույր եղբայրներ, ուշադրություն ունենք, երբ կսենք Հիսուս իմ Տեր։ Երբ որ Տեր բառը կորզածես, մի հատ գանքնիր, ասա որ արդյոք այսօրվա ընթացքից ինչ որ արեցի, Տիրոջ հրամանին համաձայն արեցի։ Հրաման բառի դա որ յարգասեմ։ Տերը մեր ընկերը չէ։ Որս է, ոնց է այսօր, հա, չնեղանաս, մնաս չնի, չէ։ Երբեմն գլսենք, Աստված այնքան գսիր է մեզ, որ կարծեք մոռացել է իր սրբությունը։ Քարոզներ գլսենք երբեմն, որ խնդիր չէ, Աստված գսիր է քեզ։ Օհո, ասպատ ստոպ։ Աստված գսիր է, բայց քեզ գսում է տեղից դուրս արի ախպեր։ Սուրբ է մեր Աստվածը։ Ուրեմն, երբ որ ես պիտի աղոթեմ, այս շաբաթին որ պիտի աղոթենք, անոնք որ գաղոթեն, հուսամ բոլորս։ Հալելույա, ուրեմն ամոնք որ գաղոթեն այս շաբաթ, թող ասեն Տեր, այս մարդու հետ հարաբերության մեջ քո հրամանիդ հետ կապված ինչ է վիճակս։ Եկեղեցիի մեջ քո հրամանիդ համաձայն եմ ապրում։ Աշխատանքիս մեջ քո հրամանին ամուսինիս հետ, գնոջս հետ, զավակներուս հետ, չեմ գիտեր, ուր որ եմ։ Տեր, հրամայի քո ծառան գլսի։ Իշեք ով ասեց այս խոսքը, փոքր Սամուելը։ Մինչև այդ բանը չասեց, Աստված չխոսեցավ իրեն։ Ասա, գլսե քո ծառան։ Կամ Տերն է խոսողը, Բարապ Սարգիսը չէ, Տերն է խոսողը։ Եվ եթե Տերը գհրամայի, ագանջ բյուննաս լսելու, երեք բան, լսել, հնազանդիլ եւ վստահիլ։ Քանի որ ինչ որ գսե քեզի պիտի անես։ Չվախնալով, եթե անեմ ոնց ճնոնա վստահի արա։ Ամեն, ճուրին վրային քալեց Պետրոսը, գիշեք, ճուրին վրային քալեց Պետրոսը, վստահեցավ քալեց, դու դան քայլի։ Բայց լսելուց հետո մենք ճուրի վրային չենք քալում, հակմեր մենք բանի վրայի չենք կարող քայլել։ Ժամանակ չունիմ, ոտքս կտրճվի, հոգնել եմ, այսօր չեմ կարող, վաղը չեմ կարող, այս պրոբլեմ ունեմ, այն պրոբլեմ ունեմ, բայց այդ նույն մարդը ամերիկաները գերտա, աստեղ ընդեղ գերտա իր ուզած անելու համար, բայց եկեղեցի չկար։ Մեր ժողովուրդ, եկեք միլչ, եւ Տեր բառը կորցած է, այդ ավելի զարմանալի է։ Ավելի լավ է Տեր չասեմ, քան թե ասեմ եւ ընդեղ չլինեմ։ Այսօրվա մեր ուղղությունը էս է, այս շաբաթ, երբ որ աղոթում ենք։ Ամեն անգամ որ Տեր բառը դիտել է մի րոպե կանգնիր։ Աղոթքդ կանգնեցրու, բոլորովին, և մտածի, Հիսուս իմ Տերն է, ես կպատկանիմ իրեն, թե չէ։ Երբ որ ամուսինիդ հետ բարգացել ես, ամուսին բան մսավ քույրիկ, պիտի պանաս մի բան պիտի ասես, այդտեղ ստոպ դուր, ասա որ Տեր Հիսուս, ոնց խոսամ սմարտում, նույն բաննավ եղբայրները քույրերին, Եվ որ բարգությունը եկավ, այդտեղ մի հացի Տեր Հիսուս, այդտեղ բայց որ Տեր գսես, ոչ թե Տեր Հիսուս գսես, որ քաչասիր դլաս, ավելի լավ խոսած, այլ Տեր Հիսուս գսես, որ գանքնես մետ լսես, Տերը գսե համբերի, դամ Տերը գսե ճշմարտությունը ասա նայած, Տերը գսե այսպես ասա, այսպես ասա, այնպես ասա, ավետարանչություն պիտի անենք ժողովուրդ, չէ, հալելույա, ես չնական երբ ասեցի Տեր Հիսուս, ինչ ասեմ, դու խոսա, Բրձանք, գաց էր մեջ, որ գուզե մեկը աղոթել ես թեմաներով։ Հաշիվ պիտի դաս Տեր բառին համար լավ լսի ինչ եմ ասում։ Հենց Տեր բառի համար։ Մենք երբեմն գսենք Աստված պիտի կա, մենք պիտի հաշիվ տանք իրեն, հա, այս արեցինք, այն չարեցինք, օքեյ, բայց ես մի բան հասկացել եմ, հենց Տեր բառի համար հաշիվ պիտի տանք։ Որքան թեթև խոսել ենք, չէ, մենակ ես եմ խոսացել թեթև Տեր բառը ասել գնացել ենք։ Անցալորը մեկը բարիներ առաջ պատմել եմ ձեզ, մեկը գսե գնացինք, կողցանք, չի բռնվեցանք, փառք Տիրոջը։ Մարդը գերտա կողնալու մյուսը գսե Տերը հետդ։ Եվ մյուսը գսե ամեն։ Եվ այսպես կշարունակենք կյանքերնից։ Եկեղեցի մեջ մեկը պրոբլեմ ունի, մյուսը գսե մի վախնար, Տերը հետդ, մի րոպե, ուր եք դու, սխալ ճանապարհի մեջ, ինչ ես ասում մի վախնար։ Ասա չէ, վախեցի, Տերը հետդ չի։
Ասեք մի վախեցեք, եթե սխալ ջամփում մեջ անշուշ։ Դեր բարը շատ ներողություն, բոմախշե գսեմ ֆրանսերեն։ Դեր բարը բազարություն չունենք։ Դեր բարը բարապ դեր չխոսանք։ Քանի որ պատասխանատվություն կա, այո։ Դեր բարին դիմաց։ Նույնիսկ եթե երկար տարիներով հավատացյալներ ենք, նույնիսկ անոնք որ մեր մեջ նոր գսկսին հավատքի մեջ, դեր բարը ուշադրություն ունեն։ Քանի որ դերը երկինքի եւ երկրի դերն է, մենք այս տիրոջն ենք պաշտում։ Խաչյալ, հարուցյալ, քարնուգին, ամեն մարդ պիտի ասեն, որ դու ես թակավորների թակավորը, եւ մենք ան պիտի ընդունենք, եւ սրա համար մենք հաշիվ պիտի տանք, այդպես արքայ։ Գերեն լա փարքը Հիսուսի անունով, եկեք մի քանի րոպե աղոթքի մեջ մտնենք։